Բարի օր, բարի գալուստ Թայլոր։ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական ուղեգիծն ու դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա կոնգրեսականների խոշորացույցի տակ։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անդրադարձել է նաև հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանը համոզված է, Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ, ճանաչի հայոց ցեղասպանությունն ու իր երեխաներին ազատի հսկայական բարոյական բեռից։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հսկայածավալ փաստերի արկայությունն է շեշտել կոնգրեսական Ջիմ Կոստան, իսկ փորձագետները շարունակում են պնդել, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացն ինքնին կարևոր է եւ այն պետք չէ շահկապել այլ խնդիրների հետ, օրինակ ինչպես Ղարաբաղյան հիմնախնդիրը։ ԱՄՆ դատարանը չի հաստատել ներգաղթյալների վերաբերյալ Արիզոնա նահանգի մշակած նոր օրենքը, որը ամերիկյան հասարակությանը բաժանել է երկու մասի։ Օրենքի կողմնակիցները հայտարարում են, թե նախագիծը կպաշտպանի նահանգի սահմանները գաղթականների անօրինական մուտքից, ինչն ըստ Արիզոնայի օրենսդիրների ի վիճակի չեն անել դաշնային իշխանությունները։ Օրենքի հակառակորդներն էլ պնդում են, թե դա ապտակ է մարդու իրավունքներին, դեմ է նաև Սպիտակ տունը։ Պակիստանի մայրաքաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարում ոչ ոք չի փրկվել։ Զորի մասին լուրերը սկզբում հակասական էին, հույս կար, թե ինչ-որ մեկին հաջողվել է փրկվել։ Այ 321-ում եղել է 152 մարդ։ Աղետի պատճառները հետաքննվում են, նախնական վարկածով ողբերգության պատճառը անբարենպաստ եղանակներ։ Բաքուն է որոտացել Ուկրաինայի ռուսական ուղղափառ եկեղեցում, տուժել է 9 մարդ, մեկի վիճակը ծանր է։ Դեպքի վարում աշխատում են փրկարարները, բժիշկները, ոստիկաններն ու ականազարցները։ Առայժմ պարզ չէ Բաքյունի պատճառը, ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, ի դեպ Ուկրաինան արդեն սկսել էր տոնել քրիստոնեության ընդունման տարեդարձը։ Մոնտանայում առջհարձակվել է ազգային այգում տեղադրված վրանների վրա եւ հոշոտել հանգստացողներից մեկին, կծոտել եւս երկուսին։ Հարձակումը կատարվել է գիշերը եւ բարձ չէ նաեւ թե քանի արջ է մարդավորցի դուրս եկել։ Ոստիկանությունը չի բացառում, որ գիշատիչները նորից կվերադառնան եւ խորհուրդ են տվել հանգստացողներին փակել վրանները, գիշերել մեքենաներում։ Վերջին տարիներին աշխարհում կտրուկ աճել է հետաքրքրությունը էլեկտրոնային գրքերի հանդեպ։ Ընթերցանության դասական տարբերակն ավելի ու ավելի է դիրքերը զիջում թվային գրքին։ Առավելությունների մասին լավ գիտեն ու բարձր են գնահատում հատկապես երիտասարդները։ Ամռան ընթացքում, երբ ուսանողները մեկնում են արձակուրդից, ստիպված չեն այլևս ճամպրուկում մի քանի հաստափոր գիրք տեղավորել։ Այժմ ծանոթացեք մարզաշխարհի լուրերին, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։